բնական process-ը գնում է։ Ու հիմնականում երբ գնահատում ես ընդդիմադիր 3 ուժեր, եւ այդ կոնսոլիդացիան բնական ձևով գնալու է։ Ասենք այսպես, 3 ուժ, որտեղ հավանականությունը շատ մեծ է, որ 3-ն էլ անցողիկությունը հաղթահարելու են։ Հիմա այլ ուժեր կան, որոնք մրցելու են, հաղթահարելու են այդ անցողիկությունը, թե չէ։ Այդ ու նաև ձեր նշած դեմ են բոլորին։ Այսինքն բոլորին դեմով մտնում ես օրակարգ ինչ անես։ Ուրեմն հիմա երբ նախընտրական ոչ թե սկսեց, այլ թեմայի վերաբերյալ խոսակցություն եւ ակնհայտ եղավ, որ 3 ուղղությամբ 3 դաշինք կամ 3 կուսակցություն, որը հետո դաշինքների վերածվեց, եթերային ուրեմն հրապարակավ հայտարարեցին, կեցված դրսևորեցին, ասենք ես առաջնորդների անուններ ասեմ, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, այդ ժամանակ շատ արագ եւ շատ բնական ռեակցիա եղավ իշխանությունների կողմից, ընդ որում ոչ միայն Փաշինյանի, այլև մի քանի տասնյակ մարդկանց կողմից, որոնք ընդհանրապես ասեն, թույլ չենք տալու Գյումրի 2-ը կրկնվի։ Այսինքն իրենք հրաշալի ինչ են հասկանում, եթե 3 ուժը այնուամենայնիվ մնում են եւ ձայների առավելագույն փոշիացում չի լինելու, սա նշանակում է, որ 3 ուժի հավաքած ձայներով, գումարային առումով իրենք ավելի շատ են լինելու, քան Փաշինյանը, ասենք Փաշինյանը 50%, նույնիսկ եթե ինչ որ Փաշինյանին օժանդակող հրապարակավ ուժ լինեն, ու ասենք այդպեսին Արամ Զավենի Սարգսյանն է հանդես գալիս, ենթադրենք, որը անցողիկությունը կարող է հաղթարի, կարող է չհաղթարի։ Եվ հետաբար Գյումրի 2 տարբերակ իշխանությունների համար ամենացավոտ տարբերակն է։ Եվ այս առումով, որպեսզի Գյումրի 2-ը չլինի, Գյումրի 1 եղավ, որտեղ ժողովուրդը գնաց ընդհանուր տեղամասեր։ Այսինքն Միջինով եւ Երևանի եւ շրջանների Գյումրի բնակիչների, քաղաքացիների մասնակցությունը բավականին բարձր է։ Սա նշանակում է, որ իշխանությունների մարտավարությունը այս պահին հետեւյալն է. ամեն ինչ անել, որպեսզի ընտրողը հիասթափվի, ասի միևնույն է ոչինչ չի փոխվել, ինչպես նախկինում էին ասում։ Միևնույն է, այս հները գան, նորերը գան, հները գնան, նորերը գան եւ այլն, ոչ մի բանը չի փոխվելու, ոչ մի բան իմ ձայնից կախված չի, եւ շատ վիրավորական մի արտահայտություն կա ցավոք սրտի, դրա իմաստը նաեւ լավ չեն հասկանում, ասում ով է ես փալան, իրականում այդ գործի տերը փալանն է, որտեղ ինքն է, էլի, փալանն է, էշերի վրա նստում։ Այստեղ հակառակ իմաստով ասում, որ իբթե ես կատարածու, ասում եմ, իշխանությունները ունեն անում են 2 մարտավարական խնդիր։ Ամեն ինչ անել, որպեսզի ուրեմն քիչ ընտրող գնա ընտրատեղամաս եւ երկրորդ առավելագույն որպեսզի ձայները փոշիացնեն, դեմ են բոլորին եւ այդ թվում դեռևս ժամանակ կա, այսօր 21-ն է, մինչեւ 23-ն է, չէ՞, կարծեմ գրանցումը, այդ ժամանակ կերևա ինչ ուժեր են հանդես գալիս եւ որոնք անցողիկ շեմ ունեն, չունեն, բայց կարծում եմ, որ սա էլ չի օգնի, որտեվ հիմա Փաշինյանի թիմը կամ խորհրդականները, դրանք տեղական արտադրության խորհրդականներ են, ոչ թե միջազգային կառույցներից, հիմա Փաշինյանին խորհուրդ են տվել, որպեսզի ինքը ցույց տա մեր ժողովրդին, որ ինքը ունի ժողովրդի մեջ մեծ աջակցություն, ժողովրդավար է, խաղաղություն է բերել, մարդիկ ուզում են խաղաղ ապրել, պատերազմ չլինի, պատերազմ չլինելու կամ խաղաղության խորհրդանիշը Փաշինյան Նիկոլն է, եւ կյանքը գնում է իհարկե դժվարություններով, խոչընդոտներով, բայց միևնույն է ամեն ինչ լավ կլինի։ Հիմա այս տրամաբանությամբ Փաշինյանի թիմը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը, այցելություն, շրջաններ, մարզեր, բնակարաններ, տներ, շատ նորմալ ու տրամաբանական է։ Այսինքն անհոգ վիճակ է, երկիրը բարգավաճում է, ոչ մի պատերազմ չի եղել, այդ կորուստները բայց դա էջը փակված է։ Այդ էջը փակված է, տնտեսությունը ծաղկում է, մենք էլ այսպես հանգիստ գնում ենք, ասենք այդ ջրհեղեղներ, ջրհորդանները, ասֆալտները չեն քերում տանում։ Դե չէ, անցողիկ կան։ Այդ չէ, անցողիկ չի, այդ որտեվ այդ քերում իրանք էլ են այդ փոսի մեջ հայտնվում, իրանց պաշտպանողներն են այդ փոսի մեջ հայտնվում, հետո էլ այդ կեղտաջուրը իրանց վրա է հայտնվում, հետո էլ sense հայ ժողովրդին են գցում այդ ամեն ինչը, չէ, դա ոչինչ չի։ Իրենց համար, ես հիմա ասեմ, իրենց համար քարոզչական նպատակը այդ փոսերը չի։ Խնդիրը հետեւյալն է, օրինակ Գյումրիում կարծես թե Փաշինյանի եւ իր թիմի պարտության խորհրդանիշ լինի այդ քաղաքը։
Ամենալուրջությամբ։ Ինչի՞ ունեք այդ քաղաքը։ Այս պահին Գյումրիում հանրապետության երկրորդ քաղաքն է բնակչությամբ 1, ամենաանդիմադիրն է 2, եւ պարտվելուց հետո այլ բան չէր մնում, քան Գյումրիի ընտրված քաղաքապետին բանտարկել։ Սա կարևոր հանգամանք է։ Հիմա հաջորդը Չանցնենք էլի Վարդան Ղուկասյանի, Չէ, որովհետև տեսեք ինքը որ խոսում է, բան ես պայքարի մեջ եմ, դեմոկրատիա, ընտրություններ, բան չես տարել փակել։ Բան չես Վարդան Ղուկասյանին քո հետ պայքարի մեջ հաղթելա, չէ՞, դե դու թող գնա։ Երեք չառաջորն էլ որոշում կայացրեցին, կալանքը երկա հիվանդ մարդ ու այդ ամեն ինչով անդերց ընտրված մարդ, ինչի համար ես տարել փակել։ Վախենում ես Վարդան Ղուկասյանից, այո, վախենում ես Վարդան Ղուկասյանից, Նիկոլ, այն էլ ո՞նց ես վախենում։ Ժողովրդական մարդկանցից ո՞նց ես վախենում։ Դրա համար էլ փակել է Վարդան Ղուկասյանը։ Գյումրին հիմա ես ասում, այդ առումով ասում եմ, բանա, յուրատեսակ որոշակի լակմուսի թուղթ լինի։ Ուրեմն հաղթած Գյումրի նախ այսպես հա գնահատենք բարձր մասնակցություն առաջին չափորոշիչ երկրորդ չափորոշիչ ընդդիմության հաղթանակ երբ որ ընդդիմությունը միավորվեց ամենաշատ ձայն հավաքած անձի շուրջ սա կարևոր երկրորդ պայմանը երրորդով այդ պայմանավորվածությամբ ընտրվեց ընդդիմության ներկայացուցիչը որպես քաղաքապետ երրորդ քայլը չորրորդ քայլը որ այդ քաղաքապետը ծնկած չի առ այսօր իշխանության առաջ ոչ է Սրբազանը Ոչ է Սրբազանը։ Ոչ է մյուս ընդդիմադիր ուժերը։ Նայեք։ Ոչ է ժողովուրդը Գյումրին։ Այ հիմա ինքը խնդիր է, ուրեմն ուշադրություն դարձեք։ Իր համար Երևանը, մարզերը բան կարող է կարևոր է, բայց իր համար խնդիրը Գյումրին է։ Այսինքն Գյումրիում ցույց տա, որ նույնիսկ քաղաքապետը բանտում է, ժողովուրդը այդքան էլ առանձնապես իրան չի սիրում, բայց այդ համերգը ինչ որ կազմակերպեց, լսի, այ հիմա այս համերգը լավագույն ցուցիչն է, ուրեմն դու պատկերացրեք 1000 մեքենա 1000 մեքենա երթ դա մի ահռելի թիվ է։ Նա ծախսնել հաշվեք էլի։ Հələ այդ ծախսենք ում, չէ, ես այդ փողերը հաշվելուց ես շատ վատ եմ, ծախսի մասին չենք խոսում։ Ինձ համար ինչ կարևոր ցուցիչ կա։ 1000 մեքենա, եթե ինքը համախոհներ ունի, որոնք ուզում են իսկապես գնալ Գյումրի մեր գյումրեցիներին պատվով, թասիբով հանդիպեն, զրուցեն, համերգան տան, ուրախանան, ժպտան, որտեղ խաղաղությունն է վերջապես հայոց հողում հաստատվել։ Այդ մեքենաների մեջ ամեն գնացողի առնվազն տեղ պետք չմներ, որտեղ մարդիկ իրանց ուրախությունը այդ ուրախությունը պետք գնային, ուրեմն հանձնարարական հետևյալն է, վարորդ, դե մեքենա վարորդով պետք լինի, գոնե մի հոգի կողքը մարդ։ Հիմա գնացին հասան Գյումրի 1000 մեքենա, ոստիկանությունը ասեղ գցելու տեղ չկա։ Հələ այդ համազգեստով, առանց համազգեստի չկա։ Բայց 1000 ուր էին գնացել։ Հիմա նայեք։ Եվ ամբողջ խնդիրն է, նու լուրեր տարածեցին, որ ամենայն հավանականությամբ ճշմարտությունն է, որտեվ այդ դեմքերը, որ ցույց էին տալիս, բոլոր տեղերում այդ դեմքերն են։ Ասում են մի 200-300 մարդ ամբողջ Գյումրի քաղաքից մոտակա շրջանից այդքան մարդը հավաքել են, չգիտեմ, ասենք դրանք պաշտոնատար անձ են, դպրոցի տնօրեններ, մանկապարտեզ, ապարատում աշխատողներ, վարչական ապարատ եւ այլն մի 200-300 հոգի հավաքել տարել են։ Այսինքն այդ տարածքը, որտեղ առնվազն 10,000, 15,000, 20,000 եթե ամբողջ արտաքին մասով լսնեին, հիմա սս նայում ես, խում ոստիկան, այստեղի մեքենաներով գնաց հասներ, իրանց վարչական ռեսուրսը բա ունեն գյումրեցիք։ Ինքն էլ, բանա, չէ, գնում է ուրախություն, խաղություն, այդ ամեն ինչը ինքը գնում է, այսինքն իր վերաբերմունքը շատ նորմալ է, գնում է խաղության որպես խորհրդանիշ։ Այդ գյումրեցիք։ Բայց պատկասեք ինչ անբարական, ուրեմն իրանք ընտրված քաղաքապետին փակելը, տարել այդ պայմաններում, դաժան պայմաններում պահում է, այս մարդն էլ 1000 մի առողջական խնդիրներ ունի ու պահում է 6 հոգու հետ, սարսափելի պայմանների մեջ պահել է։ Ուրեմն այդ թեմի առաջնորդին կալանավորելա, բանտելա, հետո բերելա տնային կալակ, թույլել չի տալի նորմալ իր հավատավոր ժողովրդի հետ շփվի։ Այս ամեն, էլ չեմ ասում եմ մնացած բոլոր հանցագործություններն ու թալանն ու պատերազմը ինչը։ Այս ամեն ինչից հետո ուզում է գնա բանի, գյումրեցիք էլ գնան, ասեն բանը։ Ինչ լավ ես արել էլի, տարել ես մեր ընտրած քաղաքապետին փակել ես, մեր Սրբազանն էլ այսօրն ես գցել, հələ դե գրողի ծոցնել, հայրենիքը ծախել ես, հեսա Երևանն էլ Հայաստանն էլ ծախելու ճանապարհին ես էլի։ Դու իրա չգիտեմ, ասենք ինչ ասես այս մարդու մասին։ Հիմա եկեք ավելի ստապ եւ սառ գնահատենք։ Գյումրեցիք ցույց տվեցին, որ իրանք տեր են իրենց ընտրության։ Այո։ Ամենակարևորը, էսի շատ կարևոր է,
Գյումրեցին ցույց տվեց, որ այն ընտրությունը գիտակցված, որ ինքը քաղաքապետի ավականու ընտրությանը մասնակցել է, ինքը հետ չի կանգնել։ Ինքը չի ծնկել, ինքը չի դավաճանել, իր ընտրված քաղաքապետը բանտարկված է, իր հոգևոր առաջնորդը Շիրակի թեմի կալանքի տակ է տնային կալանք եւ այլն, բայց Գյումրեցին ցույց տվեց, որ ինքը իր ընտրության տերն է, այս շատ կարևոր փաստ է։